Ալավերդիի հուշահամալիրը կրկին հիշատակի վայր կդառնա։ Հաղթանակ 9-45 շարժման ակտիվիստները վերականգնել են խորհրդային զինվորների լքված եղբայրական գերեզմանը։ 20 ակտիվիստներին օգնել է հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Սահակյանը։ Նրանք նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում են կարգի բերում հայրենական մեծ պատերազմի զինվորների գերեզմանները։ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ է եղել, 4.4% ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր։ Դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%։ Ֆինանսների նախարարի խոսքով վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալի մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է։ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Արաքելյանն ու ընկերը Գագիկ Մանուկյանը ընտրվել են Գյումրու փոխքաղաքապետեր։ ԿՊ ներկայացուցիչները կգլխավորեն երկու հանձնաժողով՝ քաղաքաշինության ու հողօգտագործման, նաև իրավական հարցերի։ Ավականու հերթական նիստի օրակարգում քաղաքապետի տեղակալների ու մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ընտրությունն է եղել։ Պեկ համալիր ստուգումների վարչության հարկային տեսուչը ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար 4 միլիոն դրամ է պահանջել ու ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական բարույթի շրջանակում խոշոր չափերի կաշառք ստանալու եւ կաշառք տալու կասկածանքով երկուսին էլ ձերբակալել են։ Վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար ոստիկանության աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի աշխատակիցը պահանջել ու կաշառք է ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 4 անձի են ձերբակալել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։